Հիմա ձեր եւ մի շարք ընդդիմադիր գործիչների պնդումներին Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից պատասխանեց Դավթի որդի Սողոմոնի առակով ճանաչել զիմաստություն եւ զղրատ իմանալ հանճարի խոսքը մեկնաբանելով որ կարդալ եւ ընկալելը տարբեր բաներ են հիմա ինչ է ստացվում արդյոք Փաշինյանը այլ կերպ է ընկալել այդ բանակցային ողջ գործընթացը, փաստաթղթերը, առաջարկները 2019 թվականի եւ իր սխալ ընկալման արդյունքում ենք մենք կորցրել, թե սա հերթական հանցավոր երկու հետևություն կարող ենք անել, որ մեկը նա այն կարգի տգետ ու դիլետանտ է, որ նույնիսկ 3 հետևություն, որ չի կարողացել ընդհանրապես հասկանալ ինչի մասին է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ իր բերած հորդոր աստվածաշնչից հենց իրան է վերաբերվում, լավ կաներ, որ ինքը սերտեր է ճշմարտությունը, սա մեկ վերսիա։ Երկրորդ Նիկոլ Փաշինյանը նախապատերազմյան փուլում ապրում էր Տիգրան մեծ դառնալու մոլուսկով եւ դրա համար այդ արկածախնդրությունը արել։ Եվ երրորդ վերսիան, որն ի դեպ ինքը վերջերս հենց ինքն է դրել շրջանառության մեջ անկախության հռչակագրի 35-ամյա տարեդարձի ուղերձում, այն որ ասեց, որ բանակցային էլ լուծումը, որ դրված էր իր սեղանին, խորացնելու էր Հայաստանի կախվածությանը եւ խանգարելու էր Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Եթե այս վարկածը ճշմարիտ է, ուրեմն Նիկոլ Փաշինյանը արդեն 2018-20 թվականներին Հայաստանի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու մտադրություն է ունեցել եւ այդ ճանապարհին միտումնավոր կործանել է Արցախը, այսինքն միտումնավոր է գնացել պատերազմին, որպեսզի ռուսական ազդեցությունը չեզոքացնի տարածաշրջանը։ 3 վարկածից ո՞րն է ճիշտ իմ ասած։ Դիլետանտիզմը, ուռա հայրենասիրությունն ու Տիգրան մեծ դառնալու մոլուսկը, թե երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու, ամեն գնով փոխելու Փաշինյանի ցանկությունը, հետո ցույց կտա քնությունը։ Ոչ միայն քաղաքական պատասխանատվության ստեղ խնդիր կա, այլ նաև իրավական քննության, որովհետև մտածված կամ չմտածված հանցավոր քաղաքականության պատճառով մենք անդառնալի տարածքային եւ մարդկային կորուստներ են ունեցել, երկիրը կանգնել է մեծ աղետի առջև։ Ես չգիտեմ այս 3 վարկածից որն է ճիշտ։ Կամ 3 վարկածի ինչ բաղադրիչների համակցում է տեղի ունեցել։ Ամենայն դեպս իր հրապարակած փաստաթղթերը իր դեմ էր, հատկապես 2019